Հասակասն էլ եկո։ Գնացել է, խախան դաբրում է իմ համար։ Շոգա, իմ դարդով, ցավով։ Գլուխս կաղկետ այդ այրոպորտ, ջուրակ շպեի սամելոտների հետևից, ռեզինիկ ստիկներով։ Հետո կիկայ, խելո, գլուխս կաղսես, մնձիրված, համեկով լուրեր են գնայեի, չէ։ Հələ մատկայնի զաժիգալգեն կտեմ պարոպաշյան չետ ասել արի։ Ջենջ, արիլը պարոպաշյան։ Մերան կուտրել էին։ Պարոպաշյան գիտես ընչ եմ մարդուներ են խոսամ այսօր։ Մարդուներ են ասելով մեր շատ սիրելի գեղար քունիքի մարզի բարբարով։ Հələ կայնի։ Իմ ավտոն կայն է ռեմոնդի, ես էսա մեր այրոպորտի զամ դիրեկտերի ավտովը քշվեմ էլի, հենով ազանգած, անջը տեսնայ, ես սկսում եմ խոսալ, զանգում ու զանգում, կրկրում են իրանց, ես ասմա ուղտ եմ գուզապ պարակ, իրանք են են մոստի վրա, Պարապաշյան, դու ջուզ ես, ես կեզ ընդոնապես չանրադարնամ, մեր անկոտրելի վարչապետ, մեր կնձեղ, հա, էլի ես եմ, Օրինակ նայած, սենց հասարակ օրինակ բերեմ, սենց հեռակած ձևաչափով խոսեմ քո նման տնգլամական հետ։ Տնգլամուկ էլ եմ, որ սենց Ատա պոչեն կոխայրա ոռը, սենց տնգլարով կեթա, չէ։ Ես Facebook-ից կոպիտ ասած սենց հեռացել էի, մոռացել, հեռացել էի պրոստը։ Են չի բլխորիր, հա, մեր անկոտրելի վարչապետ, հա, ճենջազավր, կուխետնեմ է, Են չի եկար մեղվի բունն կանդիրը սենց, մոտով, ես կաս կնամ, փոքր վաղ դուք շատ ես սիրե, կակ ես տակա, թելնես մոտով խաղաս հետը, են չի եկար իմ էջն սկսար բլխորել, հա, պարոն ճենջ, դու չխաս կնաս, ես որ գլուխ կախեմ իմ կետամիան, կսեմ կումոր կու գլուխ, դու քո նազելի Բաղդասարյան, քո տիրադավ եպիսկոպոսներ, Դու պտի եթվաս 7 թվանք մոն վարես, քո տիրադավների խետ, որ ես չվերադարնամ Facebook-յան հարթակ։ Գիտես խի, որտև ես որ վերադարնում եմ, դու սկսում ես կրդնել։ Հեսա կասեն ինքնիան ռեկլամ անեմ, հեսա այն գարիկն գգա, այն նախքին թալանչի։ Մեր օպեմյատ սիգարետ վարը։ Վերջի զանգի կուրտ կեսա, Պարոպաշյան, մինչև հիմնական թեմային ասնել, էլի մեր գուպանից, հտից խոսամ ծետամ։ Стоящий Воротникован, այալ է։ Կանի սույշտամ էլի, վերջի զանգի կուտ կեսա, վիպուստոյի։ Ինչ անշանակ եմ, Պարոպաշյան, որ Стоящий Воротников կուրտկով մտել եմ լայվ։ Հələ գուշակի, ուգադայից տրյող ռաս, ասա թութարկման ինք ռուսենից տուլա։ Ինքը մենակ գիտի, սպասիբա Վլադիմիր Վլադիմիրիչ Պրիկլանովույս կվամ։ Գրթան հավիպաս, քիշաս են կոստումի փեշայր որ պրելեր աթորին։ Նշանակում է, եթե ես Стоящий Воротников մտել եմ լայվ, էտա լայվի գնոպկեն հուպակի դամ, նշանակում է սրեր եմ, կայները Պարոպաշյան քու վրա, հələ ասան չի։ Պարոպաշյան, դու նամուս, ամոտ, աբուր, պարոել կսեմ, էլի, կնձեղ, այդանց հասկացողություն, վարշը գիտես ինչա։ Ես որ ես 2-3 հոր ասենց տվայտվելով, հեռացել եմ իբր թե Facebook-ից, պրոստը մտնեմ բան եմ նայեմ, սմայլիկ բան եմ դնեմ, հետո ռոդես քաշում եթվեմ, ինչ ակ նշանակի էդի, բայց չդիմացա այսօր ալի, քանի որ կարասկոպով հիստերիկ եմ, հա? Ես որ կնայեմ էտա քու տիրադավ եպիսկոպոսներից մեկի խոսելը ոչին, այդ ձևերին, էլի են, հələ կանի ցույց տամ, էլի, մեացած եպիսկոպոս ունես, հələ Էսի ավտոյից աժիգալկեն է, որ հուպա գիդաս կնոպկի մեջ, կկորմրի, քանես հետա ճպծուս, սած սիգարետն գվարես, ալի, էսա քանի եպիսկոպոս ունես միան, էսա քաներ չէ, ավելի կոլոտ, բա, էդրա խոսելա ձևին, հետո կնայեմ քո ձևավորած, աժեն նախագահի, կֆուր չանեմ, չէ էսուր, չելի առանց կֆուր, են մետ կա, մետ վերբլուդ ունես միատ, վերբլուդ, ուղտ, էդրա ծերերին, էդրա այդ պորճավարի խոսալուն, անկար խզից անեկդոտներ ակի իշեմ, էլի,
դե փոքր վաղ շոկոլադ կոնֆետի պակաս չի ալե, հիշողության կորուս չկա, էլի քուպես։ Են որ ասում ես 18-ին, որ ասում են պարոն Փաշյան, դուք ասիք, որ արագաչափերը կխանեք, բահամի չեք հանում, ասում ես, ես տես բան եմ ասել։ Ես տես բան եմ ասել։ Ոստը չորը մարի ես տես բան չեմ։ Էտես է դու, քնձղ։ Ուզեմ սեմ ի համեմատություն քո նման ջնջուլազավրի, ջնջուլազավրա թե ջնջուլապաճ։ Երկստն ինքնա, չէ։ Ժողովուրդը հայազգը այդ թվում նաև ես նվաստս տկարած հիշողության կորուս չունենք։ Մեծն ջենջ, քնձղ։ Էդի սևես բրը լրագրողների այդ հարց պատասխանի ժամանակ։ Հա, մի հատ իմ ընկերներին կխնդրեմ, որևիցե մեկը թող մի հատ որ ասեմ ինչ պետք է խոսάει, մի հատ կոմենտ գրեն, խոսքի ուզում եմ հեռակայով նաև Արամ Սարգսյանի հետ խոսամ, Վազգենի աղբոր։ Կարող եմ մոռանամ, էլի։ Ես որ գնայեմ քու շուրջն համախմբված եպիսկոպոս էտա մի հատ կասած էսական։ Էդրա խոսալուն, գիտես ինչա քիշեմ, արոփաշ։ Մի հատ անեկդոտ։ Չէ, անեկդոտներ շատ գիտեմ, բայց այդ անեկդոտը կոպիա է դրա վրով է, էլի։ Է որ քելի ինքն իր եպիսկոպոսական կարգը, հա? Սարգսավակ, չէ, դեպիր Սարգսավակ իմ իմանալով։ Չգիտեմ, հետո աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, հետո գնում է արքեպիսկոպոս ու դաշը բոլշը։ Ինքն խոսա եպիսկոպոսին տորմուզներ մխերա։ Ինքն այդ ամեն ինչ ստացել է երբ Գարեգին երկրորդի օրհնությամբ, Հելնիքսի Գարեգինը լավը չի։ Անկախ ասես գիտես ինչա քիշամ, մեր մեծն կապիտուլյանտ եմ ասում, անկոտրելի վարչապետ։ Որ սկսում եմ խոսալ, ես խոսալու թոշակ եմ ստանում։ Դոմինիկ գր, պետք է ասես, որ ձենս կդեմ, էլի։ Մի հոգի կա, տենց ասում։ Գիտես որ անեկդոտը, մի հոգի մտնում է բասեյնի մեջ լողնալու, պարոն Փաշյան։ Մի ամիր կեղտոտում է։ Այս քաքը քու նման, էլի, քաքասելով աղկոնը էր թե աղկո։ Սաս գելնի բասեյնից ջրիարես։ Դե քաքն չի սգում, չէ կուպես։ Քեզ ինչ կսանք, սաս նովքիններն են մեղավոր։ Քաքն գելնի ջրիարես, այս մարդուն այս քիպ կողն, էլի, այս կեղտոտողի։ Այս մարդ գնայ այս քաքին կսայլ է նայա, հենց որ որիցս հելել անձի լողնալ է սովորցնը։ Ատի քու էտա եպիսկոպոսներից մեկի վրով ակ պատմեմ, էլի։ Որ առանց Գարեգին, երկրորդ Գարեգին բը ինքն եւ որոշակի հանգամանքներից ելնելով ինքն ընդհանրապես առաջ գնալու ոչ մի հնարավորություն շանս չուներ, բայց այսօր ինքն, քանի որ ինքն Adran günahın gidersen elfi multikner akışın vavo. Elfi multikner da çe? Pıstık var. Elfer ali asma konser prinsesa çe? Belasneşka isem gnomov. Etsem gnomlar ismek ne? Gnomov te Gomov. Komikni çe? Հետո էդի մեր անցան կարաջ, այդ շքեղ փարթան բոյ ունեցող եպիսկոպոսի վրով ա կպատնանալ այդ անեկդոտ։ Այն որ քսակաթրիկոսն եսի մինչա ես եկել եմ բարենորոքեմ եկեղեցի։ Բայց մի անգամ ձեռն չագուշ դոնեմ գոնեմ էլ Նիկոլ Փաշյանի ձեռից այն երագույնն վրա փաթած չագուչն մեկ տան ձեռ քսի ոտին չէ քսի ոտին աշկեն կուրի տեսել ես դրա վիճա Թեթև կամիլիկ շիկտանի գիտես, հեռունել, հետո, էլ ինչ էլ հիշում, էլ ինչ անեկդոտ է ուզում պատմել, հա, հետո մեր Ալյոնա Սիմոնյան, պարոն Փաշյան դուրուց չեկավ, չէ որ էլ եկա, վերադարձավ Facebook, չկարնամ առանցրա, հիվանդություն է, բայց սա էլի խոսամ պրծնեմ սիպտիս քաշեմ գետա, այդ քո ազգային ժողովի նախագահին արատի, լաբադայի հետ որ գգվել էր, Խայալի, այն ուկրաինացի երջու, լաբադա, մեր Ալեն Սիմոնյան ասում է, զրպարտիչ լուրեր մի տարածեք, ես մենակ մոտիկից տեսել եմ լաբադայինը, շատ մոտիկից, ուղղահայաց ժպիտ, ճոգես, բայց բեյնի կողերը դուս էր տվել Ալենի, կարող է, դա շարչան է վրա, Ալեն Սիմոնյանն ինչ է կսա, պարոն Փաշյան,
Մեր լկտի ակսեմ, մեր անկոտրելի վարչապետ, ինչ է 20 է քո Ալեն Սիմոնյան, 20 այո 50 միլիոն ցիտում եմ վերբլուտ Ալեն Սիմոնյանին, 50 միլիոն դրամի պարգևավճար տվերենք, լավ ենք արերենք, էլի պիտի տանք։ Գիտես ինչա կիշեմ, նայելով քո Ալենի Ալում, կան չէ լիքը ջնջուլայ պաշտերն դե։ Դրանց խոսելա ոչ որ գնայım, գիտես ինչա կիշեմ, է որ դուք մեր ողջ ժողովրդի մեր ողջ ազգի դրած գժիտեղ երգիրը ավելի ու ավելի եք թաղում պարտքերի մեջ, չէ՞։ Աշխատավարձ, պարգևավճար, 13-րդ աշխատավարձ, ջոգես։ Բայց ինքն անկոտրելի Նիկոլ Փաշինյանը եկավ կառավարություն, դա նստավ, դա ջնջուլազավարի պես, դա շիֆրի մխով դուբլին ընդ է։ 8 միլիարդ էր, 6 միլիարդ էր արտաքին պարտքը, 16 միլիարդ արդեն հատերը, գնումը։ Կարևորն ասում է իրանք լավ ապրեն։ Ու կապ չունի, դա թոշակառուն չի կարամ գազի փողը տա, լուսի փողը տա։ Չանդա, մեր պարոն Փաշինյանի կողերն հանգած ճանճ, փոշի, քամի չանցնի։ Որտեղ ինքը փոքր վաղ եղել է շատ խրուպկի ռիբյոնը, խենթը, Էլչիբեի խենթը։ Ալեն Սիմոնյանի խոսալ ու քո խոսալ որ կլսեմ, պարգևավճարների լով։ Գիտես ինչա կհիշեմ։ Անեկդոտ, էլի անեկդոտ, հումորային։ Ասում եմ մեկն պոեզով տեղ է գետա։ Պոեզ գիտես ոնա, պարոն Փաշինյան, չուկչակ չարակչակ, է որ տատան դերգը։ Գնստի պոեզ գետա, էլի։ Կուպեի մեջ։ Այս կուպե ինքը որ գնստի պոեզ մի 10 րոպետո մեր հոգի հելա կմտնի կուպե, կսա այս սիմպտոմ, սեսի ես։ Ես էլ այս կուպեով տեղ գետա։ Երկու ճամփապ գետան 3000 կիլոմետր։ Խոսքի ոնց որ Մոսկվայից Ադլեր Սոչի Երևան։ Դες մետել երկար, չէ՞։ Ադլեր Սոչի, для себя, это райская земля։ Վերջը։ Դե երկար ճամփապը դետան, ես ինչ միացավ այս ավտոյին։ Նայր, այրոպորտի դիրեկտորի զամնաչալնիկի ավտոմը։ Նայբան միացամ, իրաս, հալկայնա զախոդից անգսն է։ Այմար վինտիլատերն էր միաց է, անչի երած ես ավտոն, կամբխվես, դու Նիկոլ Փաշինյան ավտոն երած։ Հալկայնի։ Քանի որ երկուսով ճամփապը դետան, այս մարդիկ նստած էթմեն, այդ գնացքը սկսում է շարժվել, էլի շատ երկար չպատմեմ, որ չած են դե դիղլոցեր իր պատմի։ Այս նորվա մտածը, հա? Սես նայ, խես թորսուշիտակ նայում այս մարդուն, էլի։ Այս մարդ ասում է, ինչ արա, ինչ ես ուզում։ Ասում է, լսի, ես գոմո եմ։ Արման Բաբաջանյանի պես, էլի, դու կրուչ մակդակի։ Ասում է, ես գոմո եմ։ Արի երկու ճամփապ դետանք, արի ինձի բավարարի։ Խուժանական չեմ պատմում, կուլտուրայի մեջ եմ պատմում։ Ասում է, խոդու անորմալ չես այդ տղա, ես նորմալ տրադիցիոն համակարգ չէ։ Այս ավտոն իմ ներվեր կերավ, լավ, հանք սենակ սենց խաչանք, ինչ համիացել չգիտեմ, վայթյա տրնեմ ենք ես հա, կսա ես նորմալ ընտանիքի տեր մարդ եմ, այս ուղևորներից մեկը, իմ ալա կսես արի ինձի բավարարի, արի ինձի դոմպի, այդիկ պատմեմ քո ու Ալեն Սիմոնյանի պարգևավճարների վրով, կսա ամեն, ասեմ էդ բար, ամեն դոմպելուց, ամեն շարժումից, շարժում, ձևակերպենք որպես շարժում, ես քեզ $100 փողակի տամ։ Ես մարդ կսա ռադելի։ Չենեմ ես այդ մալբան, ես չդավաճանեմ իմ սկզբունքներին։ Իմ ալեր կսել մեր պարոն Փաշինյան, Արցախը, Հայաստանը եւ վերջ, ասма հետո ասма, ես տես բան եմ ասել, նվաղ հայրենասեր էի։ Վերջ, ես մարդ մտածում ասում այ մարդ դե ծնունդա կեթամ, կնունքա կեթամ էտա Սոչի տեղ, էլի, փող չկա ձեռս, քիչ է ձեռիս փողը։ Մեկը կուպե մեջ ենք, բան մարդ չի տենեմ, համացայիվում ասելա հետ, ես գոմոյի հետ, խոսքի Արման Բաբաջանյանի հետ։ Անդալիքն են, չէ, մենակ Արմանն չի։ Լևոն Շիրիմյանը, տենես ինչ շքեղ տղա մարդ է։ Մուշինը պոլնեմ ռասցետեսիլ, Անդր Շիրիմյան։ Վերջը։ Այսի սկսում է իրա գործնանել կուպեի մեջ։ Այս գոմոն տակից տնքմա, Ռոման Բաղդասարյանի պես։ Ու սկսում է հաշվել էլի, դե ասել է ամեն զախոդ է, շարժուձև ասեն, կարուձև չէ, ամեն շարժումը $100։ Այս գոմոն տակից տնքալով ասում է 68, 69, 70, այդ է այս թաղանձի պարտքերի մեջ։
Համի քո խոսալն ու Ալեն Սիմոնյանի լրջգված այդ ձևաչափը խոսալու։ Սա 50 միլիոն դոլարի դրամի աշխատավարձ ենք բաժնել, պարգևավճար։ Պետք է լինի մի հատ էլ կբաժնենք։ Այդտենց թաղեք մեր ժողովրդին պարտքերի մեջ։ Հա? Հա, բարո Փաշյան։ Դու կդրվել ես իրականությունից։ Մի հատ մալինոյով չայ խմի, ոտերդ գորչիցա դիր, բարո Փաշյան։ Էլիա կրկնեմ, այս ստայաշի վարատնիկովին վերջի զանգի կուրկեն։ Գիտես որ եմ հակե, որտեվ այսօր մի ամիտ, դա VPN էր, VPN-ն միացրի, մի 4 հատ պահում եմ, էլի։ 4 հատ VPN, դե տունա թոլնի։ Միացրի, մտա Facebook-ն ինձ կսա լսի անպատկար։ Մեր պարո Փաշյանի օգտատերեր բողոքել են քո հմեն վիդեոների վրա։ Անդել կոմենտարի այ գրե, դա ցուկին սինը, ցուկն էլի։ Ասма դու Facebook-յան համացանցային տիրույթում անելիք չունես, անպատկար։ Ասիկանի քանի էջես չեն փագե սենց երկու բերան խաչամ։ Անչի ես մտեի մեջ վրա բողոքել տվեք քո ֆեյք հաբուծարանով։ Հա? Ջնջուլ։ Հա? Խասկնամ էլի, գուզեմ ես նվասս տկարս խասկնամ։ Պարո Փաշյան կաս, մի հատ շատ լավ իմ ծանոթի պես։ Այդենց արա էլի։ Այ մարդու հեռախոսն անջիտի գնա։ Կապի մեջ մի էլի։ Հետո որ կգա одноклассники ռոջիկ տալու վախտը, կասես Nə բան կասես դու, կհնարես կասես։ Ասա չէի կարա մտնել հեռախոսի մեջ։ Այդպես մի բան ասա։ Չեղի այդ մար, գեղի։ Ու հետարքիր մե աժոտաշ։ Ոչ մեկի մար գախնիկ չի, էդի մի շումորային մի ճավելի լուրջ։ Հենց ուզում հերակայով խոսամ Արամ Զավենի Սարգսյանի հետ։ Նախ մի անգամ եւս ցավակցում եմ քո եղբորդ։ Քո պապայի մահվան կապակցությամբ, որտեվ Իշքան էլ ես քեզ քլնգացել եմ կոպիտ ասած, դու սպարապետի աղբերն ես, ու մահացող քո պապան էլ սպարապետի հայրն էր, ցանկացած այ պետք է հասկանա, որ սպարապետի հայրն է մահացել, բայց, ստեկանատ հետարքիր բայց, թե որ դու մեկ, չգիտեմ, ընկնելով Նիկոլ Փաշինյանի ջրերը, հակա, ես իմիջ կոչեր ես անեմ, խոսում ես, քեզնից դուրս, ուզում ես ասես Matrice я тоже осетрина, այլ ոչ, խոսքի я Ռաֆայել, այլ ոչ թե ճճլիկ կոնֆետ, ծածովի։ Լավ ես անում, դու դրա իրավունքն ունես, դու քաղաքականության մեջ ես ունես կուսակցություն։ Այս ամեն ինչը ես սենց հեռակա ձևաչափով հարց եմ տալի քեզ։ Հարց որպես ձևակերպում եմ։ Դու գոնե մի քանի օրվա ընթացքում Գոնե հասկացար, ովքեր են քեզ շրջապատել։ Հա? Արամ Սարգսյան։ Հա? Թե չէ։ Ովքեր են քո շրջապատում գտնվում։ Չեմ ասում քո շրջապատի մարդիկ վատն են։ Ընդ լիքը արժանավոր մարդիկ կան։ Լիքը։ Հայրենիքի մար կռված ընկերներ կորցրած, բայց ոչ բոլորը։ Իսկ մեզ ոնց մի անգամից sense են որ ասում 170 թե 360 չասես ֆռացին ու հելան քո դեմ, թռան քո դեմքին, ճակերտների մեջ։ Ու դու ուզում ասես դու այնքան քաղաքական փորձ ունես, որ այդպես մարդկանցով ես քեզ շրջապատե։ Մի հոգել կապիկ ունես, հա թերաշով։ Ես իրան լորիս եմ ասում։ Ինքն հայտ էր ներկայացել, որ մտներ Էշմիածնի քաղաքապետ դառնար, նո չստացվեց ոչինչ։ Կարող է մյուս անգամ ստացվի, բայց ինքը համառ կերպերով մնում է քաղաքականության մեջ։ Ու այդ մարդը ով ասում է ես կարամ դաժե աշխատեմ վարչապետ, մեր Նիկոլի օրին է, էլի, խոսելա ոչ էլ անման։ Կոպիտ բառ չեմ ուզում ասեմ։ Հարուտնա, բան չասի։ Ու այդ մարդն ով ուզում է քաղաքական հայտ ներկայացնի մտնելու քաղաքականություն, առանց հասկանալու, որ քաղաքականություն մտնողը գոնե պետք է մանավանդ Ռուսաստանում տաքսի քշած։ Պետք է գոնե ռուսական քաղաքների, ռեգիոնների անունները գոնե ճիշտ արտաբերի, գրի։ Ես վստահ եմ, հիմի դաժե մտել է արդեն ես fake edge-ով նայում ու արդեն իր հրապարակումների մեջ լորիսը մանա գալի։ Էս ինչն եմ սխալ գրել։ Բա ինչա գրել Յամալա Նենեցկի օկրուգ, Նենեց։ Բա առանց հասկանալու, որ Յամալա Նեմեցկի օկրուգ է, ոչ թե Նենեց։ Հեսա կմտնի կուղի ոչինչ նորմալ է։
Բայց ինքն կարևորը ուզում է մտնի քաղաքակրթություն։ Ինքն դե հայտ է ներկայացնում։ Ու լիքը քառակուսի կրծքերով կանայք գրում են ապրես երիտասարդ, դու շատ ազնիվ ես։ Դու հրաշագեղ մանուկ ես։ Լավ են, անեմ գրում են։ Պրոստը ես էդի համեմատելու բան չի Արամ Զավենի Սարգսյան, բայց դու հասարակ օրինակի վրա պետք է որ մի փոքր գիտակցեիր, թե քո շրջապատի քանի տոկոսն է իրոք նվիրված քեզ եւ քանի տոկոսն է ուղակի քո կուսակցության քեզնով քաղաքականության մտնելու խաթր հավաքվեք օղերդ։ Հասկանում ես ինչ եմ ասում, թե չէ։ Վստահ եմ հասկանում ես։ Էլի բան պետք է ասեի օրինակի համար։ Հա։ Մեր համացանցային հայկական համացանցային տիրույթում երբեք չի դադարի հակառուս կամ հակա Եվրոպա այդ խոսույթները քամբխանք ես ավտոյի մեջ։ Երբեք չի դադարի դա, բացարձակ։ Մեր ազգի մի մասը հակառուս է, մեր ազգի մի մասը հակա եվրոպական է, մեր ազգի մի մասն էլ հակա ամերիկյան է։ Նորմալ է, դա ամեն մարդ ունի իր մտածելակերպը։ Բայց օրինակի համար բերեմ մեծ հասկանալու համար ես ինչ եմ ուզում ասեմ, բերեմ մեծ հասարակ օրինակ, հələ մի րոպե, գնամ այս ավտոն քամբխվում է, թե ինչ։ Թե տակոտ է գալու վերջապես, չմնձրվենք, մնանք ստեղ կարող է մեզի գտնեն այս ավտոյով։ Մարդիկ, ովքեր խոսում են այսօր Հայաստանի անկախությունից, սուվերենությունից, ու մարդիկ կրում են Յան ազգանունը։ Ամենայն հարգանքով հայ մնացած տեսակի հանդեպ, ոչ բոլորի, ովքեր Յան ազգանունն են կրում։ Այդ մարդկանց ուզում եմ հարց տալ։ 600 տարի, մոտ 600 տարի, Հայաստանը ունեցել է անկախություն, պետականություն, անկախություն, հա։ Կարող եմ քիչ զապիտամ ես ավտոն խոդից ընցնի, հələ մի րոպե, էլի, իմ ալ սրա զապիտ, թաղեմ սրա արև, տրակտորից կորոստա, այդ ջիգերով ավտոյա, գիրաս, նայ, հեսա սաղալով կամբխվելու ենք, մենք որպես երկիր ունեցել ենք պետականություն, որպես ազգ, որպես ժողովուրդ, չէ, լավ, այդպես չեք հասկնա օրինակը, մեկ այլ օրինակ բերեմ, առանց գովերքելու որևէ մեկին, որտև մեդալն ունի միշտ ասել եմ երկու երես, հեսա երկրորդ երեսին էլ կանդրադառնամ կարճի մեջ։ Կա երկու հատ տուն, երկու հատ հարևան։ Մեկը այդքան էլ լավ չի ապրում, քանի որ ինքը իր նախկին վատ ղեկավարների, ոչ հայամետ ղեկավարների շնորհիվ ծովից մնացել է կես բուռ, իր կես մարշրուտկա բնակչությամբ։ Կես մարշրուտկա, որի կեսը հնդիկ պարսիկ է, բայց ինքնիշխան ենք մենք։ Այն մյուս հարևանը, ինքը մեծ երկիր է, չեմ ասեմ լավն է, ասում եմ մեծ երկիր է։ Այդ երկու հարևանների մեջ, չէ, այն մեծ հարևանը, այն հարուստ հարևանը։ Տենը մա, որ ես փոքր հարևանին եկեք ճնշում են։ Ասում են դու տունդ գրավադրված, հա, տունդ այդ ամեն ինչը փոխաբերական իմաստով։ Դու իրավունք չունես սեփականության վկայական ունենաս, տուն ունենաս, անկախություն ունենաս, երկիր ունենաս։ Ու այդ հարևանի տունը սենց բանկերի լոմբարդներով չակերտների մեջ միշտ անցել է։ Մեկ արաբներից ձեռնարկել է, մեկ պարսիկների, մեկ թուրքերի, մեկ եսի ինչ։ Այս մարդն ասում է, այս մեծ հարևանն ասում է, կայնի։ Շունգել հարևանս է, էլի, մանավանդ մենք էլ մի կրոնի ժողովուրդ ենք, երկուսս էլ քրիստոնյա ենք։ Հասարակ օրինակ, մի փոքր շեղվեմ, Մոսկվայի եկեղեցուց ես վիդեո նկարեցի, դա նկար ցույց տվի, գրեցի սա էլ հայ առաքելական եկեղեցու եւ Ռուսաստանի եկեղեցու ցույցատալի այս նկարը խորհրդանշում է եղբայրությունը։ Մարդիկ YouTube-ի մեջ գրում են Ռուսաստանի եկեղեցին ուրիշ է, էսի ուրիշ է։ Առանց հասկանալու նկարի բուն իմաստը, վերջ այդքան բան։ Մենք սիրում ենք քննադատել, մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք։ Այս մեծ հարևանն ասում է, վերադառնամ թեմային։ Այս մեծ հարևանն ասում է, լսի, արի ես այդ քո տունը, որ գրավադրված է, հա, վերցնեմ բանկի ձեռից, քո պարտքերը վճարեմ։
Պետք է ուժի զորով վեկալեմ քո այդ կադաստրի վկայականը, որ Նիկոլ Փաշյան, մեր անկոտրելի է խճենջեր, մեր քնձեղվան կապիտուլյանն ասում է, մենք վկայական չունենք։ Մենք չունենք, մեզ դες բան պետք չի։ Եկած որ մեզ ասում է Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Չէ՞։ Վերցում է կադաստրի վկայականը, ասում է հարգելի հարևան, դու 600 տարի չես ունեցել պետություն։ Արքես պետություն, զավոդներ կսարքեմ, էսա կանեմ, ենա կանեմ, հետի խսհեմի մասին եմ խոսում։ Վեկալ աբրի։ Հայաստանի ինչ-որ մասը ազատագրում է թուրքական լծից։ Ասում է վեկալ աբրի։ Հեմի հարց, եթե այդ ազատագրված չակերտներով, հա, իմիջալոց, այդ նույն մեծ հարևանը, փոքր հարևանի որոշակի տարածք է թվում Նախիջևան և Արցախ։ Իրեն բոլշևիկ մենշևիկների շնորհիվ վերցում կցմա, ասում է, էտա բեղերը ուխտի երգիրն կերոսին ունի, նավթ, էլի, հեսակ ասեն հրսիգով տեսանան դրա համար, օբյեկտիվության համար էդ էլ պետք է ասեմ, ասում է այսին քեզ 100 տարով, վարձակալության են տալի Նախիջևանը, բայց Նախիջևանի վարձակալության 100 տարին լրացավ ու մորոք, մեր օպետ հովաղոն ասի, ասա, քու ձերին ինչ նկարես բրնի, Անա Հակոբյանի նկար, չէ, ույն ծիմպինի, որ դասախոսություն էր կարդան, կամ զանգում են, կամ գրում են, քո ձերի բրնած նկարի քաղաքացիական ամուսնու օրոք, այդպես ձևակերպ, կապ չունի իրանք ոչ ԶԱԳՍ ունեն, ոչ եկեղեցով են պսակադրվել, քանի որ ինքը թքած ունի եկեղեցական պսակադրության վրա, այդ սուրբ մոտեցման վրա, հա, որ եկեղեցով մեկ այլ կարգի խորհուրդ ստանում ամուսնությունը, բայց ինքն այսօր հավատացյալ է, մեր խում ճնջուլազավարներ վեց եկողան, պատարակակենա, խաչակնքվա, կչոքի, մոլլի պես կաղոթի գլուխ խպա բիտոններուն, այդ մարդու օրոք Նախիջևանի վարձակալման 100-ամյակը լրացավ։ Բայց քանի որ ինքն առաջնորդվում է այդ մեծն ճնջազավր, մեծ ասելով կրծքերն ի նկատի ունեմ, առաջնորդվում է ղեկավարների առջև շնիկ, ենթականների առջև առլուց, լայով անպայման։ Ինքը դրա մասին ծպտուն չխանեց, չասեց, պարոն Ռուսաստանի նախագահ, այս դագավորով 100 տարի լրաց է Նախիջևանի, կարող է մի քիչ լավ վերաբերվես Հայաստանին, կապ չունի, ես դեբիլ եմ էլ, չեմ եկեք ես դիմավոր է, կապ չունի, բայց շուտակի ես քո դաբրով եմ իջև մեզ աթորին նստած, թե չէ հեմի ին Վոռնոպերյանը շուտ է իր մեկ արել, հա, արի Նախիջևանի հարցով մի հատ բանակցենք, դու են ադրբեջանական կերոսին պարունակող երկրի ղեկավարին հասկացա, որ ես կարամ մի 100 տարով էլ երկարաձգեմ Նախիջևանի դոգովորը պայմանագիրը, բայց արցախցին պետք է վերադառնա Արցախ ապրի, Արցախը պետք է մնա սուվերեն տարածք, հա, թող ոչ Հայաստանին էլի, ոչ Ադրբեջանին, վերցա քո տիրապետության տակ, բայց թող մնա հայկական, թող ընդեի մեր հազարամյակների պատմամշակութային ժառանգություն ներկայացնող ամբողջ աշխարհին, եկեղեցիները չդառնան ալբանական, թող խաչը չհանեն դնեն կիսալուսին, չարեց, բայց ինքը ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած, ինչա գոռում, լսել ես չէ, ոնց կարա կաթողիկոսի եղբայր Եզրասը լինի նոր Նախիջևանի, ցիտում եմ մեր անկոտրելի քնձխին, Նախիջևանի թեմի առաջնորդ, ինքն ԿԳԲ-ի գործակալը, բայց նույն վարքյանին, երբ որ էտա դեղին հեռախոսով, հեռախոս չկաս ապրի մեջ, չէ, ես են դուխին է, որ մենակ ես ունեմ, մեկ էլ մեկ հոգի, այդ հեռախոս գվերցա, սենց կզանգեն, որ կսեն, Նիկոլ, das ist fantastisch, արագի մեջ մատ խասի կրեմել, ինքը սենց փեշեր են կկշտա, վազելով կնստի բորդ համար մեկ, կվազի կնստի գա կսեր պիկլա անը ու իսկվա, այդ մարդուն ում հետ ինքը կխանդիպի, այդ նույն մարդել է, այդ ծառայության աշխատակից է, մեծն քնձխ, բա որ դենց էշեշ դուս ես տալի, ԿԳԲ-ի գործակալ ասում Եզրաս, լրիվ չենջ վիճակ, բա, ու այդ մարդը, ով ասում է 74% բաժնետոմսերը, են Թրամփ թրապապամի ուղին, չէ, Զանգեզուրի կարիդորը,
պատկանում է ԱՄՆ-ին, իբր թե ԱՄՆ-ին, 26%-ը մերն է, խոսում է սուվերենությունից։ Ինքն իրա ձեռով կացե, այսա ուրա թույլ, այսա թույլ։ Ստորագրերա, գրերա Նիկոլ Փաշինյան, Թրամփամփամի ուղին, որի հիմար ինքը ստացել է, ինչ էր Զեյնաբի մրցանակաբաշխություն, Զեյնաբ էր, եսի ինչ էր, Մուխաբաթ էր, ինքն այդ պատվավոր տիտղոսին արժանացել։ Չոջուխ Էրդողանի բիջ եմ ասում, մերկը պարո Փաշինյան է, էլի։ Ստորագրել է, որ 74%-ը մեր բոլորի կապ չունի մարդը Նիկոլականա, Սերժականա, Քոչարյանականա, թե ուղղակի հայա։ Երկրի սուվերեն տարածքի մի մասը ճանաչել է 74% բաժն է տոմսով, տվել է վարձակալության ԱՄՆ-ին, վարձովսենյակ էլի, կոյիկը մեստը, որը շատ կարևոր հանգույց է, որը հանդիսանում է Հայաստանի ողնաշարը։ Ասում է Ռուսաստան, ռուսամոլները եւ 5-րդ շարասյունը այդ ամեն ինչն ասում են ովքեր Բաբաջանյան Արմանը գրիչ Մագդակի դեմքով։ ԽՍՀՄ առաջին մանյակ որ 4 կնոջ է կացնահար է Դանել Յոնիսյանի պապը ԽՍՀՄ-ի առաջին մանյակն է, բացեք արխիվները նայեք, Մոսկվայում աշխատել, 4-5 կնիկ է տապուռը, ասպա ցախ ուզեցե ջարդի տրնդեզին, ցախ չել է կնիկ է կոտորը, իսկ իրա թորնիկը, ավելի ճիշտ ես քաղաքական պորնիկը, Ադի գրական պարը, շուրջ էր, ասմա, ես հիմնել եմ ինչ էր ասեմ, իրազեկ քաղաքացիների միություն ու հետ կապ չունի, որ ես, այսինքն ինքը փորձել է շատ մոտիկ կոնտակտի մեջ մտնել հարազատ մոր հետ։ Սրա շեղվածների ընտանիք։ Բաբաջանյան Արման ցուցմունք է տվել հարազատ մոր վրա, կեսագրությունն ես նայում։ Գացե դատարան ասել է հարգելի պարոն Մասիս Մելքոնյան, Մերտ Նիկոլ Փաշինյանի այս ձախ կրծքի տակ գտնվող փոքրիկ թուրքական սրդի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Պարոն Մասիս Մելքոնյան ասել է, ես գուզեմ ցուցմունք տամ իմ մոր վրա։ Մասիս Մելքոնյան ասել է, լսի, ես անինքնասերի մեկն եմ, բայց քո հորոզոտ մոր վրա չարժի ցուցմունք տամ։ Ասել է կապ չունի, ես պետք է գրեմ։ Շոթայի Ալազինի մուլտիկ խիշես։ Այն բանը, ասում ուզում ասեի վառաբեյը, այն թութակն, որ սենց քանդում են շորերը, լամպը գտնում, ասում շոթա, ես պատրաստեմ քոմար ում վրա ասես գրեմ։ Ատի Ալազինի մուլտիկի մեջի թութակն, այն։ Այսօր ասում լայնաբերան ժպիտով, ոնց որ երիցուկ, թփակալած երիցուկի ժպիտ լինի, գրիչ Մագդակը, Մայցն Ղախպալյոնը, ֆրանսիական բառակ թուրքի, ասում ռուսական սահմանապահների հեռացան X կետի։ Խելրեմ ես։ Այսինքն Հայաստանը Իրանի հետ փակի իր տարածքն էլ այդ սահմանը կսա Թրամփամփամ եկալ ինչ կուզես էրա։ Հելեն գորան կսան ռուսամետներն ու 5-րդ չորասյունը չեն ուզում որ մենք լինենք անկախ երկիր։ Դու էլ ջոգի չէ որ կֆուրեն անամ մեզի։ Իրանք հմենին են կֆուր անամ, իրանց դեբիլ հալով։ Մի հատ Հրիփսիմե Հունանյան կա։ Կարող այդ ես ինքս ինձ ասի էլի։ Այդ էլ երեք խոսում է, այդ գեղագիտական կրծքավանդակով այդ տիկինը։ Այդ այս մի հատ կնիկ ունենաս կոթումած ունեմ տնից է։ Թերիք էլ չես տապ, ինքն իրանք այդ թրգիկ գա։ Այդ գեղագիտական նրբաճաշակ, ոչ այդքան ջահել, բայց ոչ այդքան զառամյալ տիկինն ասում է, մեզ պետք չեն զինվորներ, մեզ պետք են գլուխներ։ Բա, դու գլուխ ունես, բաղով։ Այս դու իշկիտ ես ինքը որ գլխի հետ էր։ Իշքան գիրք կա չետ կնոջ աչկերի մեջ, գին ասի, այդ բալզակյան տարիքի իգական սարի ներգաշի աչկերի մեջ իշքան գիրք կա, ասում մեզ պետք են գլուխներ։ Գերմանական կինո է նայ, գիտես մայթ է։ Չեմ ուզում այդ անեկդոտն պատմում, հետի վաշպեղ խուժանականա։ Խուժան եմ ես դե, կարասկոպով։ Արևելյան կարասկոպով խուժան եմ, արևմծանով բան հիստերիկ։ Ու այդ Նիկոլ Փաշինյան, միա չսա, այդ Նոխիջևանի հարց, էսեն, միակ բերկցենք տեղը, բայց հմեն գորան, որ Ռուսաստանն է մեղավոր։ Ու այդ 600 տարվա շատ խորացա, հեռացա թեմային, պետականություն չունեցող երկրին, երբ որ մեկ այլ հարևան երկիր ասելա, ազատագրելա մի տարածք, ասելա, էսի քեզ երկիր, էսի քեզ դրոշ,
ԽՍՀՄ կամ ՍՍՀՄ։ ՍՍՀՄ-ի կազմում որպես պետություն գոյություն ունեցի։ Ապրիքո մար։ Ես էլ քեզ գործարան, զավոդ։ Այսօր այդ փոքր հարևանը, ով իշնորհիվ մեծ հարևանի ունեցել է երկիր, այլ ոչ թե բռնազավթվել է, որոշ պոռնակածին այն ժամանակվա, դե պոռնակածին ղեկավար Հայաստանը միշտ ունեցել է։ Անայս չի, որ մեն Նիկոլան ինքն անկոտրել է, բայց անկրկնելի չի։ Նիկոլի նման մի 100 տարի հետո էլ է ծնվելու։ Վստահ եմ դրա մեջ։ Նաստրադամուսն էր զանգի ասում։ Դրանց շնորհիվ մենք ունեցել ենք կորցված, տարածքով փոքրացած երկիր։ Այսօր այդ նույն հարևանին այդ փոքր երկիրը, որ իր տունը ձեռից տարել էին թուրքերը։ Ասма մեծ հարևան, իդի նախսույ։ Իդի նախսույ։ Դու լավը չես։ Ես կուզեմ էթամ Բրուկլինսկի մոստ պոզայով իմ հետնամասը, սրտիկը, ցցեմ այն հարևանի մոտ, ով ինձ 15 միլիոն ու կես կոտորել է։ Այս թուրքական տվյալների, քանի որ թուրքական լոլիկ ասма համեղ է, օգտակար, ենթաստամոքսային գեղձի համար։ Ինչ բարեր գիտեմ չէ։ Բա մենակ բաղ չունեմ։ Հակառուս եք խաղում, մեծ սնճնջուլազավրներ։ Մենակ ես երբևիցե ձեզ բան չէի ասի։ Երբ որ դուք լինելով կոմպիտենտ և, չգիտեմ, էլի, օբյեկտիվ, հլեք թռնեք ռուսական այն պրոպագանդիստների դեմքի, որպես հայ եմ խոսում, ովքեր ասում են, մենք Հայաստանին այսքան բան ենք տվել, Հայաստանը անշնորհակալ երկիր է։ Հլեք կուլտուրական կամ ոչ կուլտուրական ձևակերպեք, ասեք լսի։ Այս ավտոմոբիլը սկսավ երցնել, դա մի րոպե, այսի պիտի սենց 5 մետրը մեկ քշեց, էլի, որ ինքը զգա, որ մեջը մարդ կա։ Մեր պարոն Փաշյանի պես չէր այս ավտոմոբիլը, գլխականում ես տակը մարդ չկա։ Հələ մեր րոպե, վիսյոլեի գորկի։ Որ դուք հլնեիք ու ասեիք, լսեք, հարգելի ռուսական պրոպագանդա անող բլոգերներ, քաղաքական գործիչներ, երբ որ դուք քար եք շպրտում Հայաստանի կողմը, մի մոռացեք, որ Հայաստանը այն միակ երկրներից մեկն է, իր տարածքով ամենափոքր, որ հայրենական մեծ պատերազմին տվել է այդքան գեներալներ, մարշալներ, այդքան հերոսներ։ Այսինքն մենք որպես երկիր շատ բան ունենք արած ԽՍՀՄ-ի համար։ Ու ես որ նայում եմ այսօրվա աժոտաժը Facebook-ում տիրող, այս 18+ կինո, ես սկսում եմ ավելի ու ավելի համոզվել Միքայել Աջապահյանի ճշմարտացիության վրա։ Շատ խելացի մարդ ենք, շատ խելացի մտքեր ասում։ Ասե ու ասում։ Ասում է լավ հարևան կարա ունենա լավ հարևանը։ Շատ ճիշտ բան ասում։ Բայց որոշակի ուղղից տկարամիտ մարդիկ կհելեն կմեկնաբանենք, ասեն, այս ռուսի ագենտն էլի եկա։ Հəm ես վիդեո որ հանկարծ Facebook-ից քաշեմ, գցեմ YouTube։ Խոսքի օրինակ։ Անես չի որ ամեն վիդեոն ցած վերցնում եմ, գցում եմ YouTube, ասում եմ ժողովուրդ։ Նայեք ինչա կխաչեմ ես։ Մարդիկ կմեկնաբանեն ուրիշ ձև։ Մեծ ու փոքր հարևանի պատմություն։ Բայց լսողները եթե մի փոքր ուշադիր եղան, հասկացան, որ օբյեկտիվությունը պահեցի։ Այսինքն մեդալի երկրորդ երես ասելով, ձեզ ով ասում Ռուսաստանի բլոգերների կամ ինչ-որ քաղաքական գործիչների հանդեպ քննադատական խոսքով հանդես եկեք, շատ հանգիստ, կուլտուրական կամ քննադատական մեկ այլ ձևաչափով, ցույց տվեք, որ մենք էլ որպես երկիր ունենք արժանապատվություն, ունենք պատվի գործոն, եթե իհարկե մնացել է, ազգայինի հետ եմ ես, բայց մենք որպես երկիր մենք էլ ենք շատ բան արել Ռուսաստանի համար, երբ որ մի բուռ Հայաստանից այդքան հերոսներ է եղել ԽՍՀՄ, այդ երկրորդ համաշխարհայինի ժամանակ, դա ասեք, ոչ թե հելեք ասեք, այն ով մեզ ցեղասպանել է, ես իրա պուպուլն կուզեմ մոտիկից տենամ, բայց ով մեզ տվել է պետություն, 600 տարի պետություն չունենալուց հետո, ինքն լավ տղա չի, ու որոշակի ուղղից կիսա թոփալ չէ, կլիմաքսով քայքայվածներ կապ չունի սեռը, ինչ գրառում ասես գրում են, առ
առանց հասկանալու դրա իմաստը, բովանդակային պարունակությունը։ Արա Փաշյան, քո ելույթներից մեկն էլ նայի։ Եվ որ ասում ես, եթե մյուս անգամ նման ձևով խոսեք, դուք ես սրահում լրագրողին ես ասում, այլևս չեք հայտնվի։ Կարող եք կծես մծես։ Հա։ Ատամ ես գցել։ Ատամ պետք գցես։ Լափը չի հերիքը։ Եթե սև ես խոսում։ Ախր դու եղել ես դեղին մամուլի լրագրող։ Հոդվածի հիմա հոդվածս գրել փող ես աշխատել։ Ես մոռացել եմ, որ տայլան ճիշկին արի վրա են, քաքանեն արեքու վրա են։ Նորմալ է, լոխցանցել է։ Անիքտասերի մեկն էր, չէ՞ պետք որ մի ահագին հազարամյակների պատմամշակութային եւ պատմություն ունեցող երկրին սս նվաստացնել բերել հասցնել այս աստիճանին։ Ուրիշ ով կարող է սենց բան անել։ Ասում ես չեմ հիշում։ Ես ինչքան պարգևավճար եմ ստացել։ Հետո ասում ես չեմ ստացել, դա վարչապետն է ստացել։ Դրա խոսքը տեսել ես։ Այն որ մեկին հարևանը գալու է տելեմա դոմփվում է, էլի։ Արա ասում ես դոմփվում ես, ու ասում ես խռով է բերալ ոռումս դրալ։ Նանիկը փշերը։ Անկոտրելի։ Ես էլի չէի մտնի Facebook, չէի խոսում, բայց երբ որ մի ամիտ մտա VPN միացի մտա Facebook տեսա մի առնվազն մի 17-18 վիդեոյի վրա փողոքարկել ենք։ Այդ վաղ հասկացա, որ ես այդքան էլ մեծ չեմ։ Իմ մոտ էլ կարա շաբաթ մեկ լինի ցցուն վիճակ։ Այդ մարդ ենք։ Պոպոկներ, օգնում է, սմետան։ Ու որոշի ստայաշի վարատնիկով, պարով Փաշյան, սենց հեռակայով խոսամ քո նման ջնջուլապաչի հետ։ Դու վստահ եմ նայում ես։ Քանի որ դու ջենջ ես։ Քանի որ դու առանց քո ֆեյքաբուծարանի զերո ես։ Զերո, այսինքն մեծ դատարկություն։ Ոնց որ քո էությամբ ես դատարկություն։ Դու խոսում ես կոռուպցիայից, անձամբ դու թաթախված լինելով կոռուպցիայի մեջ։ Հասարակ օրինակ, հերու չեմ գնա։ Աննա Հակոբյանն է, որ ասում է, սենց շպարգլ կենդրել էր դեմը, յանի չէր կարդում, ասում է, un timpin Կամասուտրա iau։ Այդ բպրեջը, նա։ Չի հանդիսանում Զաքս ինստիտուտով քո կինը։ Ոչ եկեղեցական ծեսով է հանդիսանում քո կինը։ Բայց ծախսը իր փողերը ոնց ուզի։ Իմիջելոց, այն որ հարց են տալի, ասում են, լրագրողներից չեմ հիշում, Ռիփսիմե Ջեբեջյանն էր, ով էր, չեմ հիշում, եթե ազգանունը սխալ եմ ասում, թող ներողություն լինի։ Ներողություն։ Սիտում է հատված քո գրքից, ասուլիսի ժամանակ, ասում է, պարոն Փաշյան, հələ լսի, ու կարդում է հատված քո գրքից։ Որ գրել ես, այս դատախազին չենք շինը, դրա համար սենց վատնա։ Ինչ ես պատասխանում։ Ու դու պատասխանում ես որպես երկրի ղեկավար։ Ասում ես դա գրականություն է։ Իրոք, այ բոզի տղա, չէ լավ առանց քեֆուր։ Այդ քո գրած սեռաշեղված հոգեբանությամբ գիրքը, երբ դառավ գրականություն։ Հա։ Այ փոշտալյոնի հեծանիվի պեդալ։ Այս մի վիդեոն թողնի քիչ թե շատ կուլտուրական ֆորմատով, բայց հաջորդը, եթե ես նկատեմ այս նույն տեմպերով փոփոխություն իմ Facebook-յան էջի նկատմամբ, ու ընդհանրապես մի հատ բոզի տղա հանգած շշկրվի, իմ անունը միտեղ հոլովելով մի բան գրի կամ մի բան անի, այն որ ասում եմ շաբաթ մեկ ակայնեմ, էդի կոտոկ եմ անում։ Իմ մոտ առաջանում է ժամը 6-ի կարգավիճակ, ժամը 6, չէ՞, ժամը 6։ Ու փումփուլիկներով գալեմ եմ ձեր տուն։ Ու այդ վաղտ լավ չի լինում։ Ու այդ վաղտ մեր ժողովրդի մի մասը գրում են, այս Խուժանն էլի եկավ։ Ոչինչ, ես թողնեմ Խուժան, բայց հայը հասկնա իր լավն ու վատը։ Որտեվ ես ամենաշատը մի բանից եմ կյանքում վախենում, այս պահի դրությամբ։ Ես չեմ ուզում, որ Հայաստանի որևէ մարզից այս կեսբուր մնացած Հայաստանից։ Չգիտեմ, աբսուրդ կարող է հնչի, բայց դա այս տեմպերով իրական է։ Դա լինի Սյունեքից, Վայոց ձորից կամ մեկ այլ տեղից։ Գենետիկ հայը
իր պապական հողից հանի իր նախնիների դիակը եւ արտաշիրիմում անի, որ թուրքը չպղծի։ Հայ գերեզմանը, այդա չեմ ուզում։ Իսկ դու Նիկոլ Փաշինյան, եթե մյուս անգամ գաս Ռուսաստան, աչոտ տալու, այ 6 նոց։ Հələ մեկ հարց տուր էլի Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ասա ես եզրասին ասում եմ KGB-ի ագենտ, ընդ չես մեդալ տալի։ Դու խոտ քերիքի ասես։ Ջենջ, քուխետնեմ է։ Քնձախ։ Քերիքի դու խոտ մոտիկանաս ասես էլի։ Չէ՞ հասկայն ես այդ հավքված են կորտոֆիլի պյուրեի արքայի կողը, սենց անես, դրանց ինչ են խոսում։ Այդ Ազալիևին ասես, այդ համ կոֆե բերեմ։ Տղամարդավարի մոտենաս ասես, լսի, պարոն Ռուսաստանի նախագահ։ Վստահ եմ, արդեն եթե շատ պարապես կարաս հստակ այդ մարդու անվազգանուն ու հայրանուն ասես։ Ես ուզում եմ հարց տամ, ասա, ես իմ երկրում գոռում եմ, որ Եզրաս արքեպիսկոպոսը, հա, Ներսիսյանը, KGB-ի ագենտը։ Ընդ չես մեդալ տալի։ Դու խտ կերիքի ասես։ Չէ։ Բա որ չէ, այ հեծի տնօրենի Դանգրադ։ Хули ты выебываешься, блядь? Հա? Ջենջ, քուխետնեմ է։ Ջենջ, քնձախ։ Երևի ես կան։ Լավ եք։